Հայաստանի բնակլիմայական պայմանները շատ նպաստավոր են մեղվաբուծության համար, պայմանավորված երկրի բուսական ու կլիմայական բազմազանությամբ։ Դեպետի կիրճն ու տարբեր բարձրությունների վրա գտնվող հարակից անտառային տարածքները լավ նախադրյալներ են ապահովում նաև Ալավերդու տարածաշրջանում մեղվաբուծության զարգացման համար։ Դրան նպաստում է հարուստ ու բազմատեսակ բուսականությունը, մեղմ կլիման։ Վիգեն Մնացականյանը արդեն 15 տարի Ալավերդում մեղվաբուծությամբ է զբաղվում։ Զուգահեռ զարգացնում այս ճյուղը, օգնում այլ մեղվապահների։ Ուզում է իր հաջողության օրինակը վարակիչ լինի մյուս մեղվապահների համար, սակայն ասում է միայն բնակլիմայական պայմանները բավարար չեն, ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ է ջանքերներ դնել։ Խնդիրների հիմնական մասը դա ոչ ճիշտ տնտեսություն վարելն է, ու որի նպատակներից մեր հենց նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց այն է, որպեսզի մարդկանց ավելի ճիշտ ու գրագետ մեղվաբուծությամբ զբաղվելու ուղղությունները ցույց տանք։ Ոլորտի խնդիրները եւ զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Վիգեն Մնացականյանը Ալավերդու համայնքապետարան էր հրավիրել տարածաշրջանի մեղվաբույծներին, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, ներկայացնելու մեղվաբուծության զարգացման եւ ուսուցման կենտրոն հասարակական կազմակերպության մեղրի ճանապարհ նախաձեռնությունը, որի նպատակը տարածաշրջանում մեղվաբուծության զարգացումն է եւ ոլորտի աջակցման գործում համայնքային իշխանություններին ներգրավելը։ Ու մեր առաջին հանդիպումն էր սա Ալավերդի խոշորացած համայնքում, ու այս մեր նախաձեռնությունը, մեղրի ճանապարհ նախաձեռնությունը ուզում ենք ներկայացնենք նաև համայնքապետարանի ներկայացուցիչներին, մասնավորապես այսօր ներկա էր փոխհամայնքապետը եւ ծրագրերի բաժնի ղեկավարը, որպեսզի հետագայում արդեն սկսենք մեր իրանց հետ հետագա աշխատանքը, հանդիպումներ, բանակցություններ, որպեսզի հասկանանք, թե որ ուղղությամբ ու ոնց ենք շարունակում մեր այս նպատակներին հասնելու ճանապարհը։ Մեղրի ճանապարհ նախաձեռնությունն իրականացվում է չեխական Լեսեհնութի, հայաստանյան համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն եւ քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ, փոխակերպման համագործակցություն ծրագրի շրջանակներում։ Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում նախագծի նպատակն է աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին եւ ակտիվ քաղաքացիներին, փորձելով ներգրավել տեղի բնակիչներին հրատապ խնդիրների լուծմանը եւ ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության եւ չեխական Լեսեհնութի հասարակական կազմակերպության հետ համատեղ, ու մեզ համար առաջնահերթությունը համայնքային այլընտրանքային զարգացման ծրագրերը համայնքի բնակիչների հետ համատեղ։ Քիմիկատների օգտագործում, հիվանդությունների դեմ պայքար, իրացման դժվարություններ, ոլորտի խնդիրներն են ներկայացնում հանդիպմանը ներկա մեղվաբույծները, սակայն ամենակարևորը հատուկ պահպանվող գոտիների անհրաժեշտությունն է։ Մեղվաբույծը պետքա լավ մեղր ունենա, որ կարենա իրացնել։ Դրա համար ես իմ մեղուները տարել եմ սար։ Մի ուրիշ պրոբլեմ էլ առաջացել է սարերում, որ արջը վնասում է։ Պատահել է, ես գնացել եմ պահակություն արել մեղվանոցում։ Մեկ էլ արջը եկել է, ես ավտոյից դուրս եմ եկել, արջը փախել է անտառում, տենց էլի շատ կարճ։ Դրա համար ես դիմեցի, որ ասենք Վայոց ձորում կա աջակցություն պետության կողմից, խելացի հովիվ են տրամադրում։ Ինչու՞ չէ, ասենք մեր մարզում էլ լինի, մեր համայնքում լինի, որ կարողանանք օգտվենք մեր գործը շարունակենք։ Մեղվաբուծությունը հեռանկարային է համարում նաև մեծայրում բնակիչ Գարիկ Մկրտչյանը, ով մեղվաբուծությանը զուգահեռ նաև գյուղատնտեսության այլ ճյուղերով է զբաղվում։ Ասում է, որակյալ մեղրը միշտ մրցունակ է, դրա համար որոշել է ավելացնել մեղվաընտանիքների թիվը, սակայն հատուկ պահպանվող տարածքների առկայությունը անհրաժեշտություն է համարում։ Քիչ առաջ նշվում էր, որ համայնքը աջակցի հատուկ պահպանվող տարածք լինի, մարդիկ թերահավատորեն էին մոտենում, ասում են դե ազատ է օրենքը թույլ է տալի, որտեղ ուզես կարաս, հա, որտեղ ուզենք կարող ենք դնել, բայց մի օր արջը կգա, մի օր ասենք մի կենթանի կանցնի մոտով կգցի, այդ տարածքը ի նկատի ունի փակ հատուկ պահպանվող տարածք, համայնքի վերահսկողությամբ աշխատողներ վերահսկող պիտի լինի, ու մարդիկ կարող են ազատ տանել առանց վճարի տեղակայել, հետո իրանց ոնց որ փեթակները կամ մեղվափեթակները ապահով տանեն համապատասխան, ասենք էլի իրանց տարածք։ Ես որ պատերազմից հետո եկել եմ, ասենց անընդհատ նայել եմ ինչով զբաղվել, բայց ռիսկ չի անում, իսկ արդեն ուսուցումը ստացանք, արդեն ռիսկ արեցինք, որ խորանանք այդ գործի մեջ։ Ուզում եմ առաջ գնամ, մեծ ընտանիքներ ունենամ, իսկ դառնա բիզնես, հենց այդ է։ Սիրում եմ մեղվաբուծությունը, մեղուներին շատ, իրանք շատ կենսական նշանակություն են նայում մարդկության համար,
Մեղվաբուծությամբ այժմ մեծամասամբ ավագ սերունդն է զբաղվում, սակայն գրագետ կառավարելու դեպքում այն կարող է եկամտաբեր բիզնես դառնալ շատ երիտասարդների համար, իր օրինակով վստահեցնում է Վիգեն Հնացականյանը։ Իսկ իրացումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար առաջարկում է օրինակ մեղրի ամենամյա փառատոներ կազմակերպել։ Քաղաքացու Զայնը Լոռու Մարզիալավերդի համայնքից։